Այս միլիոնատերը անօթևան մարդուն տվեց $15, որ կարողանար իրեն մթեր գնել։ Այդ պահին կողքին կանգնած էր կին, որը հուսահատ օգնություն էր աղերսում։ Նրա դրամապանակը գողացել է։ Նա խնդրում էր, որ տային իրեն մի փոքր գումար, որ տուն հասներ։ Պոլը, հենց այդ անօթևան մարդը, մոտեցավ այդ կնոջը եւ առանց վարանելու տվեց $5, որ հենց նոր էր ստացել։ Միլիոնատերը զարմացավ նրա քայլից, որոշեց գնալ նրա հետևից, որ իմանա, թե հետո ինչ է լինելու։ Պոլը գնաց մոտակա սուպերմարկետը եւ ականատես եղավ տհաճ երևույթի։ Գանձապահը ծաղրում էր երիտասարդ կնոջը, որովհետև $5 պակասում էր, որ վճարեր գնումներին։ Առանց մտածելու Պոլը մոտեցավ եւ տվեց վերջին գումարը, որ մնացել էր իր մոտ։ Մնացածը ինչ մնացել էր, նա գնեց համբուրգեր։ Վերադառնալով իր ապաստանը, Պոլը արդեն ուզում էր ուտել, բայց հենց տեսավ այլ անօթևանի, նա առանց բառի տվեց իր համբուրգերը։ Միլիոնատերը, որը հետևում էր նրան, հարց տվեց. «Ինչու ես այդպես անում։ Ինչու ես տալիս վերջինը»։ Պոլը նայեց նրան եւ ջերմ ասաց. «Ես հավատում եմ, որ բարությունը միշտ վերադառնում է, գուցե ոչ մի անգամից»։ Այս խոսքերը շատ հուզեցին միլիոնատիրոջը։ Վերադառնալով տուն կիսվեց պատմությունով իր մայրիկի հետ։ Մայրը լսելով դա ուզեց տեսնել Պոլին։ Հաջորդ օրը նրանք հանդիպեցին։ Այդ ժամանակ, երբ նա տեսավ Պոլին, նա քարացավ, սկսեց դժվարությամբ խոսել, չէ՞ որ նա ճանաչեց Պոլին։ Այս մարդը 20 տարի առաջ փրկել էր նրա կյանքը։ Միլիոնատերը եւ նրա մայրը որոշեցին, որ այլևս թույլ չեն տա, որ Պոլը մնա փողոցում։ Նրանք Պոլին իրենց հետ տարան տուն։ Նրան շրջապատեցին հոգատարությամբ եւ տվեցին հնարավորություն կյանքը նորից սկսելու։ Այն բարությունը, որ նա արել էր, ետ վերադարձավ։